ստացել է հարված կամ հարվածներ եւ ըստ էության տեսախցիկներ կան այդ տարածքում հիվանդանոցում գիտակցության չգալու մահացել է ով եւ ինչու է հարվածել իր եղբորը մենք տեղեկություններ ունենք որ կրիմինալ շրջանակներ կան հենց այստեղ է բռնաբարվում օրենքն օրինականությունը 100 լրատվականի հարգելի հետևորդներ մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Նորայր Նորիկյանին մի անկառույց սպանության ըստ էության դեպքի մասին խոսենք Վերջի շրջանում հաճախ ենք հանդիպում իրավիճակների ավտոկայանատեղի հարցը դառնում է կողմերի միջև բանավեճի անգամ կրակոցների պատճառ, ինչի հետևանքով անձիկ են սպանում։ Վերջի դեպքը ըստ էության վերջի չէ, բայց անկարուց դեպքերից մեկը 2025 թվականի ապրիլի 25-ին Պարոնյան փողոցում օրը ցերեկով մի խումբ երիտասարդներ վիճում են ավտոկայանատեղի հարցի շուրջ, արդյունքում հարվածներ են տեղի ունենում եւ մեկ անձ սպանվում է։ Քրեական գործով նախաքննությունը գրեթե 10 ամիս է շարունակվում է, բայց մտահոգություններ ու կասկածներ կան դժոխք կողմից, որ իրավապահ մարմինները փորձում են կոնկրետ անձանց թաքցնել եւ փաստացի այս պայծրությամբ կոնկրետ գործով միջադեպի մասնակիցները շատերն են եղել, բայց մեղադրյալ ըստ էության չկա։ Մենք այս իրավիճակի մասով կզրուցենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ, որը ըստ էության դժոխք կողմի ներկայացուցիչն է։ Պարոն Նորիկյան, շատ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը եւ պատրաստ եք պատասխանել մեր հարցերին։ Կցանկանայի մի փոքր խոսենք Ինչպես է եղել դեպքը, ով է սպանված անձը ըստ էության, որովհետև հարվածի արդյունքում է գիտակցության չգալու մահացել, եւ ով է մեղադրյալը եւ նաեւ մեր տեղեկությունները, որ ինչ որ կրիմինալ աշխարհից անձիկ կան, որոնց նախաքննական մարմինը մտավախություն ունի կամ ինչ ագրգռվածություն ունի եւ չի մոտենում։ Որոշ առումներով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել ձեր կողմից մատնանշված իրողությունների առումով, որ դեպքի տեղի ունեցել 2025 թվականի ապրիլի 25-ին ըստ էության Բանուկ փողոցներից մեկում դուք ճիշտ նշեցիք, որ ավտոկայանատեղի շուրջ ծագած վեճի պատճառով երիտասարդ արտավազդ Հովհաննիսյանը ստացել է հարված կամ հարվածներ, սա էլ հարց է քննությամբ ենթակա պարզման, որի հետևանքով հիվանդանոցում գիտակցության չգալու մահացել է, նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի հատկանիշներով դիտավորությամբ ծանր մարմնական վնասված հասցնելը, որը առաջ է բերել դժողի մահվան, ինչու ներկայանում դժող կողմի վրդովմունքն ու անհամաձայնությունը, տագնապը, կասկածը, առնչվում որ դեպքից անցել է շուրջ 10 ամիս, եւ այս 10 ամիսների ընթացքում վարույթ իրականացնող մարմինը չի կարողացել լիարժեք իրականացնել այնպիսի անհետաձգելի քննչական, ապացուցողական վարույթային գործողություններ, որոնց արդյունքում հանրությանը պարզ կդառնար ի վերջո կբացահայտվեր ամբողջ ճշմարտությունը, հաշվի առնելով այդ մտահոգությունները, ես դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 1-ին հատուկ գրությամբ դիմեցի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, մինչ այդ հարգելի քննարար ցանկանում եմ ձեզ ասել, որ դժոխք կողմը ակտիվ է եղել վարույթի ընթացքում, մի շարք միշտորություններ ենք ներկայացրել, անձնական հարցումներ ենք իրականացրել ֆիզիկական անձանց այդ հարցման տվյալներն ենք ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, որոշակի տեղեկություններ ենք ներկայացրել վարույթ իրականացնող մարմնի, որոշակի կասկածներ ենք ներկայացրել, որոշակի անձանց անուններ ենք ներկայացրել, որ շատ հնարավոր է, որ այս գործի շրջանակում ներգրավված լինեն մարդիկ, որոնք կարող են առնչություն ունենան կամ որևէ աղերս ունենան այս ողբերգությանը, որովհետև դժոխք կողմի մտահոգությունը ինչու՞ն է կայանում։ Իհարկե ֆորմալ առումով ինչ որ անձի մեղադրանք է առաջադրվել, բայց մեր ունեցած խիստ հավաստի տեղեկություններով դատարանը նրա նկատմամբ ընտրված խափանամիջոցի կիրառման հարցի այդ միշտորությունը քննարկելիս հիմնավոր կասկածը ուրեմն չհաղթահարելուն միտված որոշումներ էր կայացել, հետագայում ենք իմացանք, որ վերաքննիչ քրեական դատարանը դա բեկանել էր, բայց այնուամենայնիվ այս քրեական վարույթով գործի ամբողջական բացահայտման հետ կապված դժոխք կողմը ունի լուրջ մտահոգություններ, որովհետև այս ժամանակահատվածում դժոխք կողմին տրամադրվում են տարբեր կարգի տեղեկություններ կամ տարբեր տեղեկություններ են դրվում շրջանառության մեջ, որ այս գործի լիարժեք բացահայտված չէ եւ մեղավորների ամբողջ շրջանակը ուրեմն պարզ չէ վարույթ իրականացնող մարմնին եւ վարույթ իրականացնող մարմինը թեև մեծ գրությամբ ներկայացրել է, որ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ, բայց տպավորությունն է, որ դրանք հերթապահ ինչ որ գրություններ են, որոնցով փորձում են սփոփել դժոխք կողմի
մտահոգությունները, փաստը մնում է փաստ, հարգելի քնար, որ 2025 թվականի ապրիլի 25-ից առ այս պահը այս գործի վերաբերյալ չկա ամբողջական բացահայտման ուղղված արդյունք, իսկ դա էլ ավելի տագնապեցնում է դժոխք կողմին, ի վերջո մահացած քաղաքացի երիտասարդ էր, որը իր ընտանիքի սիրված ուրեմն անդամ էր, ուներ ապրելու իրավունք, սիրում էր կյանքը, ուզում էր ապրել իր մտերիմների, իր հարազատների շրջանում, բայց հանգամանքների բերումով մի աննշան, ուրեմն չնչին անհեթեթ, ուրեմն հարցի պատճառով փաստորեն հայտնվել է ոհմակային, ուրեմն միջավայրում, որտեղ փորձ է արվել ուրեմն նրան ճակերտավոր դաստիարակելու արդյունքում իրեն տեղը բերել, բայց որը ավարտվել է ողբերգությամբ, ինձ համար որպես քաղաքացու մտահոգիչ ու ուրեմն զայրացուցիչ այն հանգամանքը, որ դա տեղի ունեցել 10-15 մարդու ներկայությամբ եւ ըստ էության տեսախցիկներ կան այդ տարածքում։ Մի քանի տեսախցիկների տեսագրությունների մենք ինքներս որոշակիորեն տիրապետել ենք եւ տեսել ենք, իհարկե չեմ ասի, որ դրանք լավ որակի ուրեմն տեսագրություններ են, բայց հնարավոր է որոշակի մասնագիտական հմտությունների կամ գործիքակազմի կիրառման արդյունքում վերականգնել դրանք, բացի այդ վարույթ իրականացնող մարմինը պետք է ունենա իր ձեռքի տակ նաև այնպիսի գործիքակազմ կամ հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան ամբողջացնելու ու բացահայտելու եւ իրականությունը ներկայացնելու առաջին հերթին դժոխք կողմին, որպեսզի դժոխք կողմի համար պարզ լինի, թե որն է եղել իր եղբոր մահվան պատճառը եւ ամենակարևորը կոնկրետ ում գործողության արդյունքում է դժողը մահացել։ Պարոն Նորիկյան, ամենասկզբում ես նշեցի, որ ըստ էության 10 դուք էլ նաև նշեցիք, որ 10 ամիս է քննությունը գնում է եւ դժոխք կողմը խիստ մտահոգություններ ունի։ Ինչ է կարծում, նախաքննական մարմինը անզոր է, թե այստեղ ինչ շահագրգռվածություն կա, այդ թվում նաև մենք տեղեկություններ ունենք, որ կրիմինալ շրջանակներ կան եւ միգուցե կրիմինալ շրջանակներում քրեական աշխարհի հետ կապ ունեցող անձանց գործոնով է պայմանավորված, որ նախաքննական մարմինը չի գնում գործի բազմակողմանի ապացուցմանը եւ գործը բացահայտմանը։ Երբ պետք է վարույթ իրականացնող մարմինը, դատախազությունը, ոստիկանությունը, առանձին իրավապահ մարմիններ, համապատասխան իրավասությունները օժտված մարմիններ լավ էլ զորեղ են եւ կարողանում են չեմ ուզում այս հարցի շուրջ այդ առումով որևէ մեկնաբանություն անել, բայց դուք ավելի լավ կմեկնաբանեք այդ առումով, երբ պետք է իրենք շատ զորեղ են, շատ արագ օպերատիվ արձագանքում են, արդյունքները շատ արագ գալիս են, մեղավորները հայտնաբերվում են, պատասխանատվության ինստիտուտը վրա է հաստում, բայց այսպես ասած շարքային գործերով ըստ էության փնթի ժամկետների հստակ ձգձգմամբ անպատասխանատու վերաբերմունք է, իհարկե այս գործով քննիչը մարդկային առումով միշտ պահպանել է ուղղակի մարդկային տրամադրվածություն վերաբերմունք, բայց այնուամենայնիվ մեզ համար արդյունքը այս պայդրությամբ 0 է, որովհետև դժոխք կողմից չեն ներկայացվել անհերքելի ապացույցներ գործի իրական հանգամանքների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ես չեմ բացառում, որ այստեղ կարող են ներգրաված լինել թաղային տեղական կրիմինալ խմբավորումներ, որոնք կարող են հովանավորչության, տարբեր տեսակի մանիպուլյացիաների արդյունքում ամեն ինչ անել, որպեսզի այս հանցագործությունը չբացահայտվի։ Բայց հենց այստեղ է դժոխք կողմի վճռականությունը, որ ամեն ինչ պետք է արվի, եւ սա էլ ես դիտարկում հնարավորություն, որ նաեւ ձեր միջոցով սա դիտարկվի որպես հանրային ուշադրություն կամ հանրային ճնշում վարույթ իրականացնող մարմնի վրա, որ այս գործի նկատմամբ հնարավոր չէ անուշադրություն երբևիցե լինի, պետք է ամեն ինչ անել այս գործով ճշմարտությունը բացահայտելու համար։ Մենք բազմաթիվ դեպքեր ունեցանք 2025 թվականին, երբ տևական քաղաքացիները, որոնք հայտնվել էին այոնակ ձեր ուժողների նման այս իրավիճակում եւ տեսնելով, որ ըստ էության արդարադատություն չի իրականացվում, վենդետայի էին գնացել, ինքնադատաստանն էր արդեն գործի անցել եւ իրենք էին փորձել։ Դուք պարոն Նորիկյան վստահ եմ այս տարիների ընթացքում ձեր մասնագիտական գործունեության ընթացքում այդ մտավախությունը չունեք, եթե
իրավապահ մարմինները մյուս գործերով շատ այլ շահագրգիռ գործերով այդպիսի ջանասիրություն են ցուցաբերում եւ հասարակ քաղաքացին արդարադատություն չի տեսնում, արդեն ինքնադատաստանն է գործի դեպքում եւ մարդիկ գնում են այդ քայլին։ Ցավոք սրտի մեր իրականության մեջ քիչ չեն նման դեպքերը, երբ մարդիկ իսկապես անզորությունից, արդարության ճգնաժամից եւ հանցագործությունից չբացահայտումից փորձում են իրենք իրենց միջոցներով կամ իրենց պատկերացումներով լուծել իրենց պատկերացմամբ խնդիրները։ Ես իհարկե կողմնակից չեմ այդ տեսակետին, ես միշտ կողմնակից եմ եղել, որ օրենքի գերակայության, իրավունքի գերակայության պայմաններում արդարադատությունը կյանքի կոչվի, կյանքի բոլոր ոլորտերում եւ յուրաքանչյուր ոք պատասխան տա իր արածի համար, ինչու պետք է դժոխ կողմը միջոցներ ձեռնարկի, ռեսուրսներ ուրեմն ծախսի, իր ցավի հետ միասին իր ողբերգությունը բացահայտելու ուղղությամբ։ Հենց պետության ամենակարևորագույն պարտականությունը է հենց այս դեպքում կանգնել դժողների կողքին եւ գնալ բացահայտման ուղղությամբ, ընդ որում կանխարգելիչ բնույթ է կրում հանցագործությունների բացահայտումը, նոր հանցագործությունների կանխումը։ Մարդիկ տեսնում են, որ օրը ցերեկով մարդուն տալիս են կյանքից զրկում են, իհարկե ես հիմա ձեռնպահ եմ մնում դրա իրավաբանական որակումից սպանությունն է կամ կյանքից զրկելու այլ ուրեմն սահմանում է, բայց այնուամենայնիվ մարդիկ որ տեսնում են հանցագործները չեն պատժվում, անպատժելիության մոտոնորդ է ձևավորվում մարդկանց մեջ, մարդկանց մոտ հավատ են կորում իրավապահ մարմինների նկատմամբ, գիտեք, մարդու կյանքը, որը բացարձակ արժեք է անգամ մեր սահմանադրությամբ, զրոյացվել է, այո, միֆ է, ասենք երիտասարդ տղա, որը այդ օրը ուզում էր իր ընկերոջ ընտանիքի միջոցառմանը մասնակցել, ուրախանար, կիսել իր ուրախությունը իր ընկերոջ հետ։ Ինքը մենակ է ոչ, ընկերոջ հետ տեղ է, այո։ Իսկ ինքը ընկերն ինչ է պատմում, չէ՞ ճանաչում անձանց դեպքը։ Նախաքննական գաղտնիք է, մենք չենք ուժող կողմ այս բանի սահմանափակված է որոշակի օրեն նախաքննության ամբողջ տվյալներին ծանոթանալու հնարավորությունից, գիտեք, ես չեմ կարող ասել այս բանին, թե վարույթ իրականացնող մարմինը ում է հարցաքննել, ինչ բնույթի հարցաքննություն է տեղի ունեցել, հարցաքննության արդյունքում ինչ է պարզվել, ես ձեզ ասում եմ փաստը եւ այս արդյունքը դեպքից անցել է շուրջ 10 ամիս եւ այս 10 ամիսների ընթացքում դժոխ կողմը չունի շատ բարձ հարցի պատասխան, ով եւ ինչու է հարվածել իր եղբորը, որի արդյունքում իրենց հարազատը զրկվել է կյանքից։ Իսկ այն անձը, որը ձերբակալվել էր եւ հիմնավոր կասկածի շինասիրության դատարանը հաղթարված չէր համարել, ընդունում է մեղադրանքը, թե այդ մասին մենք ծանոթ չենք նույնիսկ այդ հարցաքննությանը, թե ինչպիսի վարկագիծ է դրսևորել այդ անձը, մենք նույնիսկ չգիտենք, թե հիմնավոր կասկածը հաղթարելուն ուղղված այս ամիսների ընթացքում վարույթ իրականացնող մարմինը ինչ գործողությունների իրականացել, գուցե այդ անձը շղարշ է հանդիսացել, գուցե այդ անձը ինչ-որ այլ անձի փոխարեն է ներկայացվել, գուցե այդ անձն է իրականում, այո, գուցե այդ անձն է իրականում եղել ուղղակի վարույթ իրականացնող մարմինը չի կարողանում ձեռք բերել այնպիսի անհերքելի ապացույցներ, բայց կներեք ծիծաղելի է 10 մարդ ներկա են եղել այդ ուրեմն վիճաբանության է պայմանականորեն ասենք, ինչպես է հնարավոր, որ 10-ից որևէ մեկը տեսա չլինի, թե որ երրորդ անձն է հարվածել ուրեմն արտավազդին։ Հաջորդ խնդիրը տեսախցիկները ես չեմ բացառում, որ անձեր են թաքցվում, ես չեմ բացառում որպես պրոֆեսիոնալ, ես չեմ կարող որևէ վարկած բացառել, բայց քանի դեռ ես չունեմ իմ ձեռքի տակ անհերքելի այնպիսի ապացույցներ, որոնք գվակային կոնկրետ անձի մեղավորության մասին կամ կոնկրետ անձի դերակատարության մասին, ես իհարկե ձեռնպահ կմնամ որևէ անձի վերաբերյալ անվերապահ հայտարարություններ անել։ Ձեր գրությունները քննչական կոմիտեի նախագահի գլխավոր դատախազին ստացած պատասխան։ Այո, ես ստացել եմ, դրանք ստանդարտ պատասխաններ են այն մասին, որ պարոն Նուրիկյան ձեր բարձրացած հարցի կապակցությամբ վարույթ իրականացնող մարմնին տվել են պատշաճ, անհետաձգելի հանձնարարականներ, դրանք գտնվում են գլխավոր դատախազի կամ դատախազության կամ քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրության ներքո, առավել մեծ ջանքերով է իրականացվում վարույթային գործողությունները, մեզ հետաքրքրում է արդյունքը,
չկա այս բան արդյունքում։ Ես շատ ուրախ կլինեի, որ 10 ամիսը բավարար ժամանակ է, չէ՞, պարոն։ 10 ամիսը ոչ միայն բավարար ժամանակ է, 10 ամիսը 10 ամսում կարելի է մի քանի անգամ նման ցավալի ուրեմն գործեր բացահայտել եւ ավարտել նախաքննությունը եւ շատ դեպքերում գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան ըստ էության քննելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Նորիկյան, եթե կա որևէ բան, որ դուք ուզենաք քրեական բարույթով Ես ձեր միջոցով ընդամենը մեկ անգամ եւս խորհուրդում եւ պահանջում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազից, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահից իսկապես ուշադրություն դարձնել նման գործերին եւ հատկապես այս գործին, որտեղ մարդկային կյանքը Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն բարձրագույն արժեք է, չի կարելի հենց այստեղ է բռնաբարվում օրենքն օրինականությունը, հենց այստեղ է ուղղակի փշրվում մարդկային հավատը, մարդկանց վստահությունն ու հույսը պետության նկատմամբ, իրավապահ համակարգի նկատմամբ, դատախազության նկատմամբ, վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ, ինչ է նշանակում վարույթ իրականացնող մարմինը իզորու չէ կամ չի կարող բացահայտել այդ հանցագործությունը, չկա նման բան, կա կամքի բացակայություն, կա համապատասխան ջանքի ներդրման բացակայություն, եթե մի լրիվ ուրիշ ենթատեքստ պարունակող գործ լիներ, վստահեցնում եմ ձեզ, հիմա տարիներով ամբողջ մի ուրեմն առանձին ստորաբաժանումներ, ուղղակի ձվի միջից մաս կգտնեին, կդնեին, կասեն, հիմա շարքային մի քաղաքացի մահացել օրը ցերեկով ու պետությունը, այսպես ասած, կարծեք թե ձեռքերը լվացել է ու տուժող կողմին մատնել է անզորության։ Իսկ տուժող կողմը բավականին գրագետ, ինտելեկտուալ, բարձր որակավորումներ ունեցող մարդիկ են, որոնք դասախոսներ են, որոնք դասավանդում են Հայաստանի առաջատար բուհերում եւ իրենց համար մեծագույն ցավով ողբերգություն է, որ իրենց եղբայրը այսօր չկա։ Սա է խնդիրը։ Շնորհակալ եմ, մենք կհետևենք գործի քննության ընթացքին, նաև մասնագիտական առումով կդիմենք նախաքննական մարմին հասկանալու համար, թե ինչ բազմակողմանի քննության մասին է խոսքը։ Շնորհակալ եմ շատ։